գլխավոր հատակագիծ։ Պաշտոնական ամբողջության համար ոչ մեկ պատասխան չի տվել, մի մարդ։ Եղել է հետևանք, շատ ծանր հետևանքներ ունեցել։ Հետևանքները որոնք են եղել։ Դիմել են շատ մարդիկ, իմ գնահատված խմբակներ, ովքեր ուղիղ կապ են ունեցել քաղաքային իշխանության եւ դատական համակարգի հետ։ Դիմել են քաղաքապետարան, ասել են, այս հողը գտաք ինձ։ 2 ամիս չեն պատասխանել, մտել դատարան, հողերը մեջ են արել։ Եթե արդարադատության նախարարստեր լիներ, գորդորեի ցուցակը հանել դատալեքսիստների դասներ վարչապետին։ Ավելի խայտարակ դեպքեր ա եղել։ Մուտք են արել դատարան, չեն ստորագրել տակը։ Դատարանն ասել է, ճշտեք հետ տվեք։ Երկրորդ անգամ նորից չեն ստորագրել, մուտք են արել, Երևանի հողերը մեջ են արել։ Ուրիշ խայտարակություն ասեմ, գլխավոր հատակագծով պլանավորվում էր կամուրջ թե ճանապարհ, այդտեղ այսօր վերախոյանում շինություններ։ Գնացել եմ, կռիվն արել եմ, հրապարակայինորեն խոսել եմ, դատախազությունը 0 արձագանք, 0։ Այդ Երևանի հողերը թալանելու համար ով պետք է պատասխան տա։ Մի հատ ուրիշ հարց ուզում եմ ձեզ տա, պարոն Փաշինյան։ Զարուհի Մաթևոսյան, ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իր ամուսինը վաճառում է Երևան քաղաքին մանեթնիկները, կոպեկը որ գցում են ավտոբուսների, շուրջ 140,000 դրամով։ Իրական շուկայական արժեքը 40,000 դրամի չի։ Առնվազն 500 վաճառել են։ Ձեր կոռուպցիայի զերծ պետության հաստատման շրջանակներում։ Հաջորդը որ կա, տրոլեյբուսները որ առել են, առաջին 15 հատը շուրջ $100,000 պակաս են առել, թանկ են առել։ Դրա համար պատասխանատվություն 0։ Ժողովրդի ավտոբուսները, որոնք որ ձեռք եք բերում, ոչ քաշն ա բռնում, քաշը 99 տոննա է լինում, փոխանակ լինի 9 տոննա 300 գրամ, դիավուժն է քիչ անում։ Բերում են կառավարության որոշման, դզում փչում են, որ ոչ մեկ պատասխանատվություն չկրի։ Հաջորդը որ կա, այդ հիշում եք, որ հեծանի քշեցի պրոկի մեջ ընդար։ Մի հատ կառույց ստեղծեցին, Երևանի երթևեկության կառավարման չգիտեմ ինչ կառույց։ Տնօրենն է, Էդուարդ Այվազյանն է։ Պարզվում է, Էդուարդ Այվազյանը շատ ջերմ հարաբերություններ ունի Տիգրան Ավինյանի հետ։ Ասում են իր դվայորդի քրոջ ամուսինն է։ Դրանից առաջ Ինշին ՍՊ-ի հիմնադիրը, որը գովազդներ էին տվել, գովազդային վահանակներ էին տվել Երևանին։ Այդ 1.8 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդը ինչ օգուտ է տվել ցանկներին։ 0 օգուտ։ Հաջորդը որ կա, ես խոսում եմ դղյակներից ու հատուկ ուզում եմ անդրադարձ կատարել։